Դելավա ծիրանը չի նայում, ընդեղ շենք են սարկում, ինչ են անում իրա գործը, հա, հանգիստ անում, հա։ Ողջույն, լսել մեր բակը։ Ողջույն։ Վայ, Անայդ, էլի սխալվեցինք, են կողմով պետք է գնայինք, է։ Ինչի։ Հա, վերև, հա։ Հա, այս հավես չկա, այս Լովյանի դարու փոսերով։ Այո։ Լավ, ընդեղ կզրուցենք, եղանակը կզեկուցենք։ Ասա դուզ գանք Լվովյան, թեքվենք հետ գնանք թարսուղությամբ մենացինք։ Դες ես մի ծառը չեր ծաղկել խանութի կողքին։ Դե ծառերը իրանց ռիթմ ունի ամեն մեկը իր բնավորությունը արզեցի 20 աստիճան, հա? 29 մարտի Այո 415, 13 Այո Նանսեն փողոց մեր այգին արդեն կանաչել է լավ խոտել է որ Դե հա ծառերը ու թփերն էլ են ահագին բացվել Հա ովքեր մոբիլ են էլի ավելի ծառերը մինչև ծանր են իրանց պահում մի խոսքով Այ կաղնի էր, արդեն սկսել եմ կաղնիներին լավ ճանաչել Ավելի Սենց գնա գայի պողոտել կհասնենք անետ Հա, այսօր պետք է գնանք նորից Թումանյան փողոց ժողովուրդ որտև գործ կա, ընդեղ չենք կարա չգնանք Հասանք Աբովյան Ինչ լավ մազերեր են երեխում Հա, Սայատնովա խաչմերոք Հիմա գայանատեղի ուժեղ խնդիր ունենք գիտեք Մեր դարդերը Երևան քաղաքում Արդեն կետրոնից դուրս է եկել այդ դարդը երեք զեյթունը մետ ինչ տանջանքով կանգնեցի Ահա, կարակ մեզ շնորհավորեք կանգնելու տեղ գտանք Ռուսական թատրոնը Աբովյան փողոցը Այս բակը որտեղ մենք տեղ գտանք մեզ համար Sport Point Point-ը точка Հա Կետ Այո, սպորտային կետ Աստորեն Բայց գրած է, նացիոնալնի, Հայաստանի ազգային օլիմպիական թանգարան Հա, այնտեղ մեդալներ բաները, հա, երևի Այո Բարև ձեզ Թանգարանը ուր է? Թանգարանը հատվածում Հաջան Սա է թանգարանը Թանգարանը հատվածում Տեսնակ դավատներում և նկարներ Ճիշտ ասած չհասկացա, թանգարանը ինչ ունի? Հատված Զուտ փոքր Իմաս, թանգարանի մի մաս, նկարները ու գավաթները Հա, էդ է Մնացածը խանութը Հա, վարզը Դեմ չեք մի հատ նկարեմ Իհարկե նկարեք Դե ուրեմն նկարեմ Վայ, բայց երաժշտությունը Այսենց, այս բոլորը օլիմպիական բաներ են Օլիմպիադայում ստացած Չէ, աշխարհի Հա, բա կոչվում է օլիմպիական Հա, այնտեղ չեմպիոններն է ուղղակի Մի հատ ամենանշանավոր մի երկու հատ չեք մատնանշի, մեդալ Ում? Այբայի Բրոսկամարտի աշխարհի առաջնությունը հասկացվել Հայաստանում 2012 թվականին այդտեղի մեդալներից է Հա, սա կոնկրետ ում են տվել Չէ, էսի որպես օրինակ է Մարզիկների մեդալները այստեղ չեն կարող ցուցադրել Հա, այս պատոհանը չի բացվում, հա, ստեղից Իհարկե, կարող բաց Հա, վայ, հա, բռնցքամ մարտի առաջնությունը անցկացվել աշխարհի, այս այդ մեդալն է Առաջի տեղի մեդալներից Առաջի տեղի Երևան 2012 ներքին կարելի Ահա, 2012 Իսկ ես մեկը Դա արդեն հանրամարզության առաջնությունից, հա
Այո։ Դրանք բոլորը գրված է բոլոր տղաները կարող մեդալը վերցնել, հետևնել։ Նայենք։ Այսպես չի գրեք։ Հա, այսպես կողմը դատարկա։ Շնորհակալություն։ Իսկ Իսի Ազարյանի գավաթի մրցումներից է։ Ալբերտ Ազարյանի Այդտեղ 2016-ին անցկացվի։ Ամենը նշանակալիության բառը դիերեկն է, այստեղ ինչ-որ։ Որը։ Այդ երեքի մասին էի խոսում։ Իսկական մեդալ չի ապրի շուտ։ Հիշողություն։ Հա։ Նա լավ ցույցտամ, հա։ Ովքեր են ես լավ չհասկացա։ Ռոդոլֆ եւ Երիշը, վերևում գրված է, տեսնում եք։ Հա, Ռոդոլֆ Երիշը։ Կարապետյան։ Հետո գավաթներ են, հա։ Հա, այստեղ վերևից ներքև արդեն բազա գավաթներն են։ Տանը մեկի ներքևում վերված ինչ գավաթ։ Դե, հույսով եմ մոտավորապես պատկերացում կազմեցին նրանք։ Մի հատ էլ նկարները ցույց տամ։ Մեզ պաստորեն բասեյնի տեղն է այս խանութը, չէ։ Հա, երկը։ Այստեղ եմ լողանալ սովորել։ Մենք մի քիչ ներքև էինք ապրում Պուշկինի անկյունում։ Չեմպիոններ օլիմպիական։ Օլիմպիական չեմպիոններ։ Այս մեկը Հրանտ Շահինյանը, այս մեկը Ալբերտ Ազարյանը։ Ես եկա այն շարքում, որ հաստատ ճանաչում եմ մանկուց։ Ես արդեն վերջինն է, վերջին։ Ես էլ Վլադիմիր Ենգիբարյանը։ Ասովա, այս կինը, լավ չի ջվում դա։ Չէ, լավ չի ջվում։ SSR-ը կազմում է շահը։ SSR-ը Հայաստանի արդեն գալու է շահը, այդ ժամանակը չեմպիոն է։ Հա։ Ինքը Հայաստանի տակ, այսպես ասեմ, բայց ինքը ազգության ոնց հայ չի։ Հայ չի, հա։ SSR-ը կազմում է շահը Հայաստանի։ Հա, ուղղակի ստեղ էր ապրում։ Հա։ Ով է, ազգանունը չի ասի, չէ։ Ֆայնա Մելնիկ։ Ֆայնա Մելնիկն, հա, հա, գիտեմ, իհարկե։ Մոլը էր գցում։ Ես վերջիններն են, չէ, արդեն։ Հա, ես արդեն նորոշին Արտուր Ալեքսանդրն 16 թվական։ Իհարկե, ձեր շատ շնորհակալություն, ձեր գործերին էլ հաջողություն։ Դուք վաճառում եք ինչ-որ կոնկրետ բրենդի, թե մուլտի գրուպ, հա։ Լավ չլսեցի, ինչ։ Արդեն մեր օլիմպիական մարզահակուստ է։ Հա, մեր, Օլիմպիական մարզը։ հա, այդ փաստորեն ով ուզենա կարա առնի, հա։ Անպայման չի, օլիմպիական թիմից ելնես։ Իհարկե ստեղի արտադրանք է բոլորը։ Չէ, ստեղի, որ ասեցիք մուլտի, ինձ թվաց մուլտի գրուպի։ Հա, մուլտի բրենդ, հա, տենում եք սխալ էի հասկացել։ Եվ ստեսն ձեզ։ Ստեղել շարունակությունն է բարձրեն։ Դեպի ավելի մեծ հաղթանակ։ Ու բոլոր տեղերը Ծառուկյանն է, ես չեմ իմանում հիմա ինքը օլիմպիականը ելի կամք հաղթանակ։ Ես չգիտեմ Ծառուկյանը էլ է օլիմպիական կոմիտեի նախագահն է, թե չէ։ Այս մարդը իմ կարծիքով այս հարցում հաստատ շատ լավ գործ էր անում ու
Եթե խանգարում են շատ իզուր։ Հավեսով անում էր էլի, չէ՞։ Չգիտեմ, բայց հիմա կարող է էլի ինքն է իզուր խոսում եմ։ Մեր թիկունքին ամբողջ հայությունն է։ Այո։ Լավ բան է իհարկե սպորտը։ Կամքն է բերում հաղթանակ, համբերություն ու կամքն է բերում հաղթանակ, ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ։ Այո, ես սովետի վաղտից կար ես խոսքերը ռուսերեն։ Ցայն արդեն պատմություն է, ապագայում միայն հաղթանակ։ Աշ լավ տղա է։ Լավ, կամերան փոխեմ, զբոսանքի կամերան դնեմ։ Ես Անուշի գլխին ես ավելի են մեծացրել, չեմ հասկանում անետ։ Չէ, ես չեմ հասկանում։ Ուղղակի ինքը շենքը սարսափելի փնթի տեսքանքին է։ Հա։ Սիրուն շենք է։ Այս կաբելներն էլ իրանց հերթին, ինչ փնթի մնթի։ Էնի Թումանյան փողոցի, որ այդ ծրագիրը ինձ սկզբից Թումանյան փողոցից էր։ Այս կաբելներ վերացնելը, չէ՞։ Այդ է ինձ։ Որեցին, դրեցին, ես ինչ արեցի, կաբելները կախված։ Այդ ինձ դուր չի գալի, ենքան տես սրագրեր կա, ինչ-որ սկսում են կիսատ քեցում են։ Դերևի չեմ ֆինանսավորվում, դրա համար էլ տենց մնում է։ Իսմա դու ես մեղավոր, լավ չես հետևում։ Անայդ են ոսկի խնկալին տենց է չկերանք։ Արդեն լավ դեղն էլ է, սպիտակ գույնի դերել էին, սաղ դեղին է։ Ոսկի է, ոսկի գույնն է։ Հա, սկզբից այդ գույնի էր։ Ես միջալուց են մայթին ապրել։ Հա, ես էլ եմ այդ մտածում։ Տելեպարտացիա եղանք ես մայթ։ Հայշ լավն է, նուրենին, լավ, մենք մեր գործը արագան ենք անեիտ։ Մենեն շատ լավն է, բայց բակը արդեն են լավ բակը չի։ Հետո կգանք, այստեղ էլ կգանք, են հեքյատ կաֆեի, վերևով գնանք։ բակն էլ կմտնենք։ Հա, ճիշտ ես ասում, իզուր պետք է իջնեի, հետո նորից բարձրանայի։ Ինչի համար էջ բարդ չի։ Այս Թումանյանի վրա ոչ թե ծառահատում, այլ կաբելահատում էր պետք անել առաջի հերթին, չէ՞։ Լավ, ես ժողովուրդ, մի երկու շաբաթ երևի ծառերից աշխատեմ չխոսում։ Ես քեզ կկանգնացնեմ, հենց սկսես։ Ստոպ։ Դες ինչ բան այլ մարդ չեն թողում մարդ մտքին ասի քաղաքականությունով մի խոսա ծառերից մի խոսա Բայց քաղաքականությունով քեզ ասել Ուղղակի մեր դեպքը չէ փոխիլը դենց չի Պարկերի տրամադրում Դες ինչ աշխուժություն անեիդ Բացվել է երևի ռեստորան էլի ամառայի մասը չէ։ Կարծում ես դրանից տենց աշխուժություն է եղել։ Դրաներ չեն դրել դեռ։ Գրիլյանը հաստեղ հաշիվ են մաքրում տղեկը։ Գործը կողմը Նրանք քֆում չտան։ չես ասի բարա։ Արա հորը սազի արա։ Ահա, դուրս եկան դուրս, արդեն եղանակը մեր ճանապարհը փակեցին։
դժվարացրեցին։ Ես պակտակին հլա մի կերպ կմարսվել էլի, բայց ես մեջտեղները արդեն նադույություն։ Այդ լավ խոսք կա, նագլի։ Մենք էլ մտնենք իրանց տարածքը։ Իրանք մերն են մտել, մենք էլ իրանցը։ Են ինչ զեներ ա գալի։ Էդ միցին գնայել։ Ինչ միցին։ Ղարաբաղից եկող հայերը բողոքում են, որ իրանց Ես բանը չէ, ես մարդը։ ֆինանսավորումը մի տարուց հետո, այդ մի տարի վրանումա, դեմ ինչքան տարի ու կտրում են էլի ֆինանսավորումը։ Հա։ Բարև ձեզ։ Իսկ ով էր այդ մարդը։ Խոսում էր միշտ։ Սամվել Բաբայան երևի։ Են որ սահմանը հանգիստ անցել էր։ Չէին բռնել իրան, սպարտիվկով ասեց անցա։ Այան այդ քաղաքականությունն է։ Կասեի, բայց չեմ կարա։ Ինչ գեղեցկացրել են, նայի։ Նայիրանա։ Դրսից հա, ներսը նույնն է, էլի։ Հա, բայց դուրսը լավ են սարքել։ Են մեր սիրած խանութը ոնց էր կոչում, Էնիրոս։ Նրանից օրինակ են վերցրել, որը շապով լավ, ես ես եկա, որ ծխախոտս գցենք ու գնանք։ Ասիկա ես մենակ կարամ գցեմ, երկու հոգի պետք չի դրա համար։ Հլենա ես կաբելը։ Կաբելի մասին է չի կարելի խոսալ։ Վաղնել ռուսերեն անդեղ, ընդհանրապես չի կարելի վատ բաներ խոսալ Երևանի մասին։ Սաշան նեղացել էր մի անգամ։ Ողջույն։ Ում ես ողջույնում։ Սաշային։ Հա։ Սաշա Կիշերին։ Սալվին չէր բողոքում, Սալվին չեմ ողջույնում։ Ողջույնում ենք Սալվին և Սաշային։ Ողջույն, ողջույն երեխեք գամ հեսով։ Արտուրի մոտ հաճախորդ կար, Աննայիտը ոչինչ թող նստի։ Աստորեն մարտի երկրորդ կեսից արդեն ցենտր եղանակները սկսվում է Երևանում։ Եթե գալու եք հաշվի առեք,
այդտեղ հնարավորություն կա։ Շատ լավ եղանակը։ Շվեյալը լիտենք հալտետի լեփալը։ Ես են եղբայր ու քույրն են։ Շոք է Արտուրի մոտ չեմ կարում նստեմ։ Աչքիս աղաքին մարդ է, գիտեք։ Հեսա ավարտենք գնանք։ Այս Տերյան փողոցն է, այնտեղ հյուսիսայինն է, ու այն Խաչմերուկում հանդիպում են փաստորեն, հյուսիսայինը Տերյանին կտրում է, իջնում է Աբովյան, իսկ Տերյանը իջնում է ուր, ասենք Արամի փողոց, առաջվա Սպանդարյան։ Վերջապես Անահիտի հեռախոսի հարցը լուծվեց ու շարժվենք առաջ։ Անահիտ, դարավ 6-ին 10 պակաս։ Ոյ, դաշի 6-ին 10 պակաս։ Օրերը երկարել են, չենք զգում էլի ժամանակը։ Բայց արդեն կսազեր ջուրը լցնեին, չէ՞։ Դե կարող ապրիլի 1-ից։ Էդ ինչ է տալի, որ ինչ-որ 1-ից լցնեն 30։ Սեզոնի սկիզբը, вообще-то մայիսին էին միշտ անում, շատրվանները մայիսի 1-ից, բայց հիմա չգիտեմ, այն օրը մերոնցից մեկը գրեց, կարող է ավելի շուտ լինի։ Երեխեքը ներսը են մտել։ Եկել են տարբեր ռայոններից ուրախանում են երեխեքը։ Ես հանրավակը աշկի սպրծավ։ Հա պրծել է, բայց տես սաղ իրանց բարբարով են խոսում ես։ Հա։ Շրջապատում են։
Բայց ինչ շատ են, հələ նայ Արմեն։ Հա ես երևից որ նկարեցի զգացի որ ինչ շատ ժողովուրդ է։ Դե 120,000 դե կարող է բոլորը Երևանում չեն, բայց ռայոններից բանից եկել են այդ կապակցությամբ։ Այսինքն մի րոպե թոշակները լրիվ կտրել են։ Ինչ որ ասեց ժամկետը մոտենում է, կրճատվելու է, բայց ինչքան ոնց ինչ չկա գրը։ Դե կարան մի քիչ դիֆերենցված տան, չէ, ասենք։ Իրանք էլ դե բարձ են, չէ՞ տալի։ Հետո էլ մի հատ այնց հետաքրքիր ֆրազա էր գրած, որ в общем-то որ ասում են դրսերում էժանա բարձը, ասում է դե բանը ասում է, կենտրոնը все-таки Երևանն է, այսինքն իրանք բոլորը ձգտում են Երևանում մտնել, ոչ թե ասենք ուրիշ տարբեր։ Հա, դրսեր նկատի ունես ռայոններում։ Ես եմ մտածի Մոսկվայում բանում։ Հա, ռայոններում իհարկե էժան է։ Չեն էլ ռայոններում ապրել։ Ուզում են կենտրոնում Երևանում ապրել։ Դա է իրանց ուզածը։ Բայց Երևանն էլ բան չի, բիզրազմերն չի։ Այդքան կարա մարդ։ Ես որ Լևոնի մոտ էի այն վաղտ, այն վաղտ սենց պրոբլեմ չկար իհարկե։ Ես դաժե ասում եմ այմարդ, Երևանը մի որոշ ժամանակ փակ քաղաք հայտարարեք, մի քիչ խելքի գա ես արդեն բացի էս 120,000-ից, ախր մեր Հայաստանի հայերն են, բոլորը ձգտում են Երևան։ Գալիս են սովորելու ուսանողները, հետո ընտանիքներն են գալիս, ստեջանում են, բայց վիճակա կատարվում։ Մեքենաները вообще տեղ չկա բանկներում։ Այնտեղ ֆիլիալներ ա պետք բացել, ինստիտուտների, բաներ անել։ Կա իհարկե բարելավել կյանքի պայմանները։ Մարդիկ ասում են ձունը գալիս է, կես տարի տնից դուրս չեն գալիս։ Որ այդ աննորմալ վիճակը այդ Երևանի չափսերը ու քանակը այդ ոչ մի կասկած այդտեղ։ Դե ճանապարհները հակին լավացել են, այդ իհարկե լավ կողմն է, որ լավացրել են, հետևում են ճանապարհներ են կառուցում։ Ես միշտ մեղկել եմ Էնդերսի ժողովրդին։ Առավոտը 5-ին զարթնում եմ։ Անայ դրսի նորմալ ասամարդ հասկանա ինչ նկա։ Ես ռայոններ դրսի ես էլ անընդհատ էլ Ամերիկա եմ պատկերացնում եմ, Ավստրալիա եմ պատկերացնում։ Ժողովրդի մասն Հիմա հասկացա, բայց ինչ կա մեղկելու կյանքը էլ։ Ով մեր նման չի ապրում մեղկա, ամեն մարդ իր ձերքերին նայում ես ձերքերները բոլորի սևացած, ամբողջ օրը դաշտերում, մարևի տակ։ Ափսոս չիմացանք ինչի հասավ այդ բոլոր ժողովուրդը։ Մի բան ղեկավարությունը անելու է, թե չէ, փոխելու է մի բան։ Հա։ Հարցնենք մեկին։ Արա, ես տղան դու, ես քեզ տոց տվել։ Բարև ձեզ։ Շատ ներողություն էլի։ Դուք սկզբից ստեղ եք միթինգը։ Ինչով ավարտվեց գիտեք, ինչով մի բան։ Չէ, սկզբից չէի։ Չէ։ Ինչ-որ մի բանի հասնվեց, թե ուղղակի։ Ստորագրությունները քաղաքում մի շաբաթ ժամանակ են տվել, մինչև որոշում կայացնեն։ Ով է տվել ղեկավարությունը։ Չէ, պլանը ներկայացրել են ղեկավարությանը, ինչ որ որոշում պետք է ներկայացնեն արցախցիների վերաբերյալ։ Այո։ Մենք ինչքան գիտենք այդ գումարն են, հա կտրում ինչ-որ տենց Չգիտեմ, ճիշտ ասած,
իրավունքների համար է ճիշտ Չի, ամեն ինչի հետ է, մեր հարցի համար, մեր կարգավիճակի համար։ Ավելի շատ իրավունքների խախտման համար։ Մեր հարցը մի բան լուծին, եկել այդ 50-40 գումարած դասվոր տալիս են, ու այդ փողը չեք վայելում, բարձի փողը տալիս։ Ուզում ասիմ, մեզ պետք է չէ փող, ավելի լավ մի քիչ վերասմա բնակարանով, որի մի բանով, սե գնում աշխատանքի մտնիմ, ասմա տարիքային սահմանափակումա, ես 60 տարեկան կինոն, չեն վերցում աշխատանքի, թոշակ չեմ ստանում, 50 էլ կտրումս, ես ոնց պետք է ապրեմ, չեմ իմանա։ 60 տարեկանում ով է թոշակ տալիս։ Բայց գնում ինտեղ աշխատում, ասմա տարիքային սահմանափակումա, մեծ կինս, մոք կարել չկասի, դες գործրային, մեկ գործրա, չեն վերցնում։ Բայց դե ախրը բնը սաղ, ձերքը սաղ, հասկանում մեր լեզու, կգարիմ աշխատի, բայց չեն ուզում ասի մինակ էդ գումորը չի հարց, մեր պետք է մեր բանը որոշի, մեր կարգավիճակը մի բան որոշի։ Մեկ էլը փոխնով ես իրար։ Իսկ օրինակ ասենք, եթե Վանաձորում եք կամ ինչ-որ տեղ, ընդեղ ավելի հեշտ է, թե… Դե вообще աշխատանք չկա։ Вообще չկա, աշխատանքի հարցն է։ Դեռ քինակրիչակ զբաղվի։ Ես օրինակ Ստեփանակերտում ապրելիս եմ իլալ, դեռ ինձ ամեն ինչի իրար, կվարտիրա, երեխեքս աշխատելիս եմ իլալ, դղա զուբնոյ տեխնիկա, մենք գնացած են աշխատում, բայց 100,000 աշխատավարձ ստանում, 3 երեխա ունյան չափահաս։ Երբ ուզում ասիմ եւ այլ էլի շատ կարիքներ կա։ Դե բարձր, դուք առավոտից իրիկուն մտածում եք։ Սաղ վաղտը մտածմունքի մեջ ոնց կարիք ես վիճակի ոնց գա։ Հասկացում։ Շատ ադժվար է։ Մեծ է համբերություն, ինչ ասենք։ Հաջողություն, ապրիկ որ մեզ ներդա։ Ամեն մարդ իր դարտերով, իր տեսակետից ճիշտ, դժվար է։ Տենում ես, ասում ես… Հրավիրում ժամը 12-ին լսեցի, ասում ես 2 շաբթի օրը։ Ում են հրավիրում։ Չգիտեմ, չլսեցի, բայց ինձ հիմա լսվեց վիդեոյի մեջ։ Վիդեոյի մեջ, հա։ Տես օրինակ դու ասում ես ինչի ռայոնները չեն գնում ապրեն, ես կինը հասարակ բացատրեց, ասում աշխատատեղեր չկա, ոնց որ Երևանում է։ Ես ինչ ասես դրան։ Բայց մի կողմից ասենք, ես մտածեցի, մի կողմից մտածեցի, բա ոնց է, Ստեփանավանում բոլորին աշխատատեղեր կար, իսկ ասենք Գյումրիում չկա, Վանաձորում չկա, Իսկ ով ասեց, որ Ստեփանավանում կա աշխատանք։ Ստեփանակերտ։ Ստեփանակերտ, հա։ Ստեփանավանում չկա։ Զարմացած։ Բայց սա տեսես ժողովուրդն է։ Հա։ Արցախի ժողովուրդ։ Ծանր է, մարդկանց վիճակն էլ է շատ ծանր։ Բայց հետաքրքիր է, որ երիտասարդները մնում են երիտասարդ, էլի։ Երիտասարդության դեմքերին անին որ նայում ես, ոչ մի առանձնապես ընկճվածություն չի երևում։ Մեծահասակներին է իսկապես ծանր, էլի։ Դա, չէ, ահակի մարդ է եղել, ես էլ ավարտվել։ Ես էլ արդեն վերջացա հավաքը, դրանից պակասել է, բայց շատ էին ավելի։
Երկն էլ Ղարաբաղի մասին է։ Իսկ երբ չուաղն հա մորանում եմ։ Ոնց են կարոտում պատկերացնում ես։ Դե բարմին։ Իրանց տները։ Քո ծննդավայրը, բան, սաղ կորավ, էլի։ Տուն, տեղ, ամեն ինչ։ Դե հիմա այս մարդկանց, որ մենք էլ չօգնենք, ով պետք է օգնի։ Լավ, այդքան նալոգները բանը բարձացրել են դեզդեն։ Неужели բյուջեում հնարավոր չի այս մարդկանց գոնե պահպանել են ինչ-որ։ Արի անհայտ թեմաներ չմտնենք անհայտ։ Հա, անհայտ է մեզ համար, ճիշտ է։ Ես ուղղակի նենց էլի դիլետանտսկի հարցեր եմ տալիս։ Ինձ եմ բանն է շատ դուր գալի եմ, որ ասեց Շեքսպիրը, որ ասում էր աշխարհը թատրոն է։ Ու ամեն մեկը իր դերը ունի, հետո շարունակում են հիմա մեր ժամանակներում։ Ասում է ոչ մեկը սցենարը չգիտի այդ պիեսայի, որի մեջ խաղում ենք մենք բոլորս էլի, բայց բոլորը ուզում են հուշող աշխատեն, սուֆլոր։ Բոլորը սուֆլոր են ուզում։ Առանց փաստորեն սյուժետը իմանալու։ Երիտասարդները, երեխաները լրիվ արագ են ադապտացիա անում։ Ճկունություն է, էլի։ Մի կողմից ճկունություն, մյուս կողմից ավելորդ մտքեր չկան, էլի։ Լացելնելու հետ կապված, այդ լացելնելը շատ է մարդուն թույլացնում։ Ահա, նստեցինք անեիտ։ Բայց ինչ անդր գցած։ Անդա չենք նստի, ստեղ կնստենք։ Գնացինք։ Մենք հլը մի հատ էլ գործ ունենք։ Բաղրամյան Մոսկովյան, հա, անկյունում։ Զրուցեցինք նստարանին, դե երիտասարդ չգիտեմ, մի 45 տարեկան տղաներին, ամեն մեկը ընտանիք։ Ես զրույցում էի 13 տարի ծառայել է այնտեղ Արցախում։ Ծառայող է եղել։ Հա, շատ սադետ ամենադժվարը իրանց համար, որ այդ տան վարձերը շատ թանկացել են Երևանում, չնայած այն մի տղան Արտաշատից էր, նա ասում անդեղ էլ է թանկ 120,000։ Ես մեկը ասում էր ստեղ 200,000 է, 200-ից ավել։ Տանտերն էլ ասում է դե դու սարի, ես պետք է թանկ տամ ավելի։ Մի տարի է տվել է, ասում է բոլա։ Մի խոսքով, հիմա էլ այդ գումարը ուզում են կտրեն այդ 40 պլյուս 10 տալիս են 50,000։ Այդ կառավարությունը Հիմա միայն ասում է թոշակառուներին և անչափահաս երեխաներին։ Հա, բայց ես ասեցի բան է այդ, ասենք կան լավ ունևոր մարդիկ չէ, բոլորը ստանում են, ասեց հա։ Մենակ չգիտեմ որը ինչ-որ դե ասեցի դրանց թող զտեն մի հատ լավ այդ իրանց հանեն, իսկ ու մոտ ծանրը, այսինքն մի քիչ ինդիվիդուալ մոտենան էլի, եթե հնարավոր է չգիտեմ այդ մեխանիզմները, որտեղ անշուշտ կան մեջները մարդիկ, որոնք Այդ չես հիշում ստեղ Երևանում մի վաղտ են փարոս արեցին, հիշում ես հիշում եմ այդ ծրագիրը։ Այմարդնից միլիոներներ էին փարոս ստանում, զարմանում էիր ուղղակի, լավ էլի։ Փարոսի վաղտ այնքան խարտախություններ եղան։ Դե հա, այդ ամեն ինչը էր։ Ինա մեր Անժելան մեզ բարևում է դիմացի մայթից։ Հա։
Անայդ էլ Անժելայի հետ չգնաս երկար զրուցես, առանց դե տղաների հետ Իրար հետ շատ զրուցեցինք։ Բարև Անժելա։ Ողջույն։ Էլի։ Նորմալ, հիվանդ չենք ամենան դեպս։ Էլի էս գրիպն, հա։ Կոփվի, Անժելա, կոփվի։ Գինի քիչ խմի։ Անժելա ջան, ես գնացի, քեզ առողջություն։ Լավ չկտինչ լավն է, քեզ ամա։ Լավ ուշացանք, ժողովուրդ։ Հա, էլի 6:30 է։ Եկեք ստեղ նորմալ անցնենք։ Ողջույն։ Հավեսի գցեցիք, չէի նկարում, բայց դուք հավեսի գցեցիք։ Քեզ լավ օր։ Ձեզ էլ։ Ինչ շոկա ստեղ։ Լավ նստեմ։ Գոհ ես անհիտ։ Բայց շոկա ես գնամ։ Եկեր։ Ներսն էլ շոկեր, որ հենց մտնում ես առաջի միտքը մարոժնի ուտես հովանոս։ Երկրորդ հարկը չէր աշխատում, հա, հետո ոնց աշխատի, պատկերացնում եմ ընդ ինչ շոկ է։ Ինչ շատ են առնում, անընդհատ։ Իմիջարս տղաս Թիֆլիսից եկել էր, ասում է, ամեն ինչը շատ ավելի էժան է, քան ստի Երևանում։ Տան վարձնել, այս կայանատեղերը մի ժամը մեր փողով մոտարապես 150 դրամ էր, մեզ մոտ 300 դրամ է։ Մի խոսքով չես հասկանում։ Չէ, կողքը, կողքը գալիս է կետնում։ Հա, խնդրում։ Իրան ոնց ասում էին, իսկ կողը Էլի տենց լավն է պաղպաղակը, չէ շոխվել է։ Թեքվեցինք ես դալանը, ստեղ ամեր մերքենան,
Ռուսական թատրոնը Ես մեկը ինչ է? Չէ։ Չէ, անայդ։ Չէ, Հյուսիսային շենքերն է։ Հա, իհարկե։ Հա, այդ ընդեղից բակն էինք մենք, են բակն է էլի ընդեղ, այսինքն հին Երևան, Կամոյի փողոց է էլի, առաջ որ դուս էր գալի Թումանյան։ Լավ մեքենա է։ Այդ շենքում միտեղ Լամբորջինի։ Հա, Լամբորջինի։ Այո։ Սա էր կա բանում, որ տեսանք մանկականում։ Մեր Արմենի հետ։ Հա։ Ստեղ են երկչույն Խոչարյանի տղու հետ բնակարան ունեին։ Հա։ Վերևի հարգերը ինչ-որ միտեղ։ Այս շենքը Ծառուկյանի փողերով է։ Սիրուշոն։ Սիրուշո էր։ Այո։ Հա, այսը։ Այս ինչ հետաքրքիր բալկոններ են այս ռուսական թատրոնը։ Գնացինք։ Այս զները Արմեն։ Են տղան է նվագում։ Բայց մեղեդի չկան, նաբորա ձայների։ Հա, ձախի վրա նստած է։ Շատրվանը աշխատում է։ Աբովյան փողոց։ Երևի մի 4 օր առաջ էր, չէ՞, դու ինձ առաջարկեցի պաղպաղոք ես ոնց կտրուկ հրաժարվեցի։ Իսկ հիմա կերա։ Դե փոխվեց եղանակը։ Նախ եղանակը փոխվեց, հետո փակ տարածքում է էլի նստած։ Հա, դե այդ շոկ տեղեր, որ այդտեղ երևի մարդ երբ մտնի պաղպաղակ կարա ուտի։ Աֆրիկայի նման։ Պաղպաղակ կուզի։ Եկվենք Պուշկին։ Ասել Պուշկին։ Ստեղից էլ թեքվենք հին Երևանցի։ Պես այն կողմ չի կարելի գնալ փակը։ Ճանապարհը։ Ասել հին Երևանցին։ Այսինքն առաջվա Լալավյանցը, այ Այստեղից էր գալիս, հա։ Մեր տան մոտից դուրս էր գալիս, այսենց գնում էր։ Այդ դեմ դիմաց ռուսական թատրոնի շենքն է։ Իսկ կողքի բարձր, այս ինչ լավ ծիրան էր։ Իսկ կողքի բարձրահարկային էր, որը տեսանք։ Այդ բարձրահարկի կողքով սենց որ մտնենք բակ։ Հա, այդ շենքն է։ Աչի վրա։ Հետո վերև դուրս կգանք Թումանյան։ Այ հենց ստեղ այդ Լալայանց փողոցը տես ճյուղավորվում էր, մի մասը գնում էր Թումանյան, մյուս մասը դեպի Կինոպիոներ ու հետո դեպի խուլ համրերի կուլտուրայի տունը։ Այդ բոլորը ես միտինգի ժողովուրդն է, այսքան շատ չէ։ Ոնց որ շատ հաճույքով զբոսնում էին։ Դե փաստորեն պարզվեց ռայոններից էլ էին եկել մարդիկ։ Մենակ Երևանից չէին։
Այդ նստարանին, որ նստեցինք, զրուցեցինք, դու նկարեցիր, թե ուղղակի լսում էի։ Չէ, զրուցեցինք ուղղակի։ Մեկը Արտաշատից էր, մեկը երրորդ մասում էր տուն վարձել։ Ասաց, ահա որ թանկը։ 200 ասեց անայդ, 200 Տերյան փողոց Սայատնով ընկտրենք, Տերյանով շարունակենք, բայց ոնց որ թե որոշեցինք Բաղարամյան Մոսկովյանը հետաձգենք վաղվա այդ գործը, արդեն շատ ուշ է, 7 ժամը։ Քաղցած ենք, քաղցած ես դու, ես պաղպաղակերը։ Ճիշտ է պաղպաղակ ես Հոգնած ես, արդեն։ Գագջան, Սվետիկ ջան, ողջույն։ Ողջույն, Գագուլ, Սվետիկ, էստեղ էլ ողջուն ենք Հասմիկին ու Արմիկին։ Այո, ողջույն մեկ սիրելիներ։ Ասանք Մոսկովյանի հետ Խաչմերուկ, հասանք պոլիտեխնիկ, պաշտորեն մեր տնից մինչև իմ դասի տեղը, հա? Ուսանողական արդեն, ոչ թե դպրոցական։ Ես էլ մտամ այնքան գալիս էի։ Դպրոցը լգոնը գալիս էի։ Չէ, դպրոց ակուրատնը գալիս էի։ Լավ մնաք Ժողովուրդ ջան։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Առողջ եղեք։ Խաղաղություն ենք բոլորին ցանկանում եւ բոլոր աշխարհին։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։